ծանր սրտով է Եռաբլուրում շրջում ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջյանի հայրը Միքայել Հաջյանը տեղից տեղ է գնում, ձեռքի մի փունջ ծաղիկները չգիտի որտեղ խոնարհի, հայրենիքի համար նահատակված իր որդիների Նորայրի ու Երվանդի շիրիմները մնացել են Արցախում։ Ես մինչև այս հուշակոթողի բացումը տղաներիս հիշատակը նշելու համար, խոնարհվելու համար նրանց անվան ու գերեզմանակարի առաջ գնում է երրորդ մասում մի հուշախմբյուր կար, որտեղ ապրիլյան պատերազմի զոհերի անուններն էր գրված, նրանց հիշատակերներ նվիրված եւ իմ ավակ որդու Նորայրի անունն էր գրված։ Գնում ենք այնտեղ։ Մենք մեր հայրենիքը պաշտպանել ենք։ Պատերազմ ենք գնում, բարով գնացեք։ 10 տարի առաջ Ստեփանակերտի վերածննդի հրապարակից ազատամարտիկ ընկերների հետ երգելով է պատերազմ մեկնել Նորայրը, բայց երգելով չվերադարձան շատերը։ Իմ երկու որդիներն էլ ընտանիքի տերեր էին, զավակների տերեր, ունեին ծնողներ, բայց նրանց համար գլխավոր սրբությունը, Սուրբ Սրբոցը դա հայրենիքն է, հայրենի հողն է։ Արդեն երկրորդական պլան է մղում, թե ծնողները, թե ընտանիքը, զավակները։ Եվ բնականաբար այդ ոգին պետք է արտահայտվեր ոչ միայն ասենք ճանապարհին իրենց երգերով, այլև նաև մարտադաշտում իրենց մարտունչությամբ, իրենց կռիվներով։ 10 տարվա ցավկամ Եռաբլուր զինվորական պանթեոնում, 10 տարվա կարոտ որդիների, եղբայրների, ընկերների, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի, Արմենա Կուրֆանյանի, Ադամի, Գրիգորի, Բագրատի եւ մյուս զոհված հայորդիների հարազատները այստեղ են նույն գիտակցումով, հանուն հայրենիքի էր իրենց որդիների նվիրումը։ Ադամի սխրանքը կարողացավ ապացուցել մարդկանց, ցույց տալ մարդկանց, մեր ժողովրդին, որ ինչպես կարելի է սիրել առանց նախապայմանի, ինչպես պետք է մարդը ապրի արժանապատիվ եւ ինչպիսին պետք է լինի իսկական ազնվական հայը։ 2016 թվականի ապրիլի 2-ի վաղ առավոտյան Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն անցավ լայնամասշտաբ հարձակման։ Տարիներով պահպանված հարաբերական խաղաղությունը մի քանի ժամում խախտվեց։ Հայրենիքի պաշտպանության համար զոհված տղաների հիշատակին ծաղիկներ են խոնարհել Արցախի Հանրապետության իշխանությունները 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանի, Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի ուղեկցությամբ։ Ապրիլյան պատերազմի ժամանակ իմ կարծիքով պաշտպանության բանակը եւ Արցախի պաշտպանության բանակը եւ Հայաստանի Հանրապետությունը այն ժամանակ իրենց ունեցած բոլոր գործիքակազմերը, բոլոր այն ինչ հնարավորություն ունեցել են, կիրառել են, որպեսզի օր առաջ կանգնեցնեն պատերազմը եւ այն ժամանակ 16 թվականին Ադրբեջանի խնդրանքով է պատերազմը կանգ առել եւ մենք տեսել ենք այն ժամանակ Հայաստանի իշխանությունների աջակցությունը Արցախին, արցախցիներին եւ ընդհանուր պաշտպանության բանակին։ Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի վնաս չհասցնենք Հայաստանի անվտանգությանը, այդ թվում նաեւ ինչ որ ռազմական գործողությունների վերսկսման առիթ չդառնանք։ Բայց մենք բարձրաձայնում ենք միջազգային իրավունքով նախատեսված մեր իրավունքները եւ փորձում ենք տարբեր հարթակներում մեր հետ վերադարձի իրավունքը պահել օրակարգում, որը տան նաև միջազգային իրավունքի հարց է։ 4 օր տևած մարտերի ընթացքում հայկական կողմն ունեցավ 110 զոհ, ավելի քան 120 մարդ վիրավորվեց։ Բոլորն առաջնագիծ էին շտապում առանց երկար մտածելու, առանց հրամանի։ Չկա ավելի վեհ, ավելի վեր գործ, արարք, սխրանք, քան մարդը, որ կարող է գիտակցաբար իր կյանքը տալ հանուն հայրենիքի, հանուն իր ժողովրդի, հանուն մյուսների, այլ հանուն դրա էր,
ամեն ինչ։ Մեր երեխաները պայքարեցին, ֆահեցին, թե հիմա ոնց եղավ, էլի մենք Արցախը համարում ենք, որ մերն է։ Ու ես հույսով եմ, որ ետ ենք վերադարձնելու Արցախը։ Գրիգոր Հարությունյանը ժամկետային զինծառայող էր, դիպուկահար։ Մայրը հիշում է, որդու հետ վերջին անգամ 2016 թվականի մարտի 30-ին է խոսել։ Դրանից հետո Գրիգորը բարձրացել է դիրքեր ու արդեն 10 տարի որդու զանգին է սպասում Անահիտը։ Նա սպասում էր, որ ես պետք է գնա իրան մոտ, ուղղակի այնպես ստացվեց, որ չկարողացա գնամ։ Ոնց որ ասած ինքը իմ ճամփին էր սպասում։ Երբ որ մարտի 30-ին հետո խոսեցի, ասես մամ ջան, բարձրանում եմ դիրքեր, կսպասես իմ զանգին, մինչև ես քեզ զանգահարեմ, բայց եղավ արդեն ապրիլի 1-ը, 2-ը զանգը որ չստացա, արդեն անհանգստացա իրենից։ Ապրիլյան պատերազմի օրերին Արցախը համայն հայության հաղթելու կամքն էր։ Մի ամբողջ սիրտ, մի ամբողջ մենք, մի հայրենիք։ Հիմա մի ցանկություն ունեն Արցախը պաշտպանած տղաների ծնողները։ Եռաբլուրի ծանր լռությունը մի փոքր թեթևացնելու համար նորից տեսնել Արցախը, նորից լինել Արցախում։